եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչքան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը։ Գայի պողոտայի մոտ, այսինքն անհնար է, որ այդ ամեն ինչը թաղապետարանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացված չլինի, որ առանց շին թույլտվություն շինարարություն են իրականացնում։ Թաղապետի օրոք է եղել։ Սկսվել է, այո, սկսվել է։ Կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չեն քանդում։ Ի՞նչն է, ով է կանգնած դրա հետևում։ Ես հրապարակային այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը, այդ ամեն ինչն հենց հովանավորում է Տիգրան Ավինյանը։ Հակառակը, ես ասեմ, հակառակը Տիգրան Ավինյանը այդ խոսքերը հերքելու համար, ապացուցելու համար շատ պարզ տարբերակ կա։ Քանդման ենթակա շինությունը, որը գտնվում է Բաղյան 2 դրոպինգ հասցեում, թող գնան քանդեն, քանդման որոշում տան, գնան քանդեն։ Ես գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, որ իր հայտարարությունները, պաշտոնական գրությունները հղում կատարելով հարց եմ ուղղել։ Խի քանդման որոշում չեք թողարկում։ Կարեք ասեք, ինչ են պատասխանել։ Չեն պատասխանել դիմումից։ Վեր, ինչ պատասխանել, ժողովուրդ։ Չեն պատասխանել, ամենահեշտ տարբերակն է։ Երբ եք ուղարկել։ Ամիս ամսաթվով չեմ կարող ասեմ, բայց հաստատ 3 չեմ։ Ժամկետը սպառված է, ու եթե Չեմ հիշում, երևի, այո, ոնց որ հա։ Չեմ նայ, որտեղ շատ Թաղապետարան հարցում ուղարկել եք, տեղյակ են որ Դե թաղապետը հարցում չեմ ուղարկել, թաղապետը հրապարական, եթե չեմ սխալվում, Factor TV-ին հարցը Մարացեվոյան հայտարարել է, որ քանդման հարցն են քննարկում, թե այդ 2 ամիսի ինչ հարց են քննարկում, չգիտեմ, երբ որ մի մարդ գիշերով մի մետր ցանկապատ առաջ տանում կամ չգիտեմ, մի հատ լուսամուտի տեղ են բացում, միանգամից առավոտ գալի գլխներին կանգնում են, տուգանում են, աշխարհով մեկ հրապարակում են, մենք սենց ապօրինություն կանխեցին կամ գնում են շինություններ են քանդում, նկարում հրապարակում են, բախի տվյալ դեպքում չեն անում։ Շուկան մի քանի հարգանիցի, 2 եթե չեմ սխալվում։ Ստորգետնյա հատվածել ունի, 2 հարգանի, էլի, հա, տվյալ դեպքում չէ, հեսա հարցը շատ լավն էր, հեսա ես հիմա շարունակություն ասեմ։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, 2024 թվականին, երբ որ այդ շինարարական աշխատանքները նոր էին մեկնարկում եւ այդ հարցի վերաբերյալ մեկ Երևանի քաղաքապետարան բարձրաստիճան պաշտոնյայի զրույցում ինքը ասել է դե շուկան սարքում ենք, հեսա շին թույլտվությունը կլինի, բան եւ այլն, դե ես ասում եմ լավ, հիմա ասում եմ հիմա դե ինչ են սարքում, ասում եմ գյուղամթերքի շուկա, իսկ բոլորս մասիվի բնակիչները գիտեն Mercedes-Benz-ի հատվածում ինչ փողոցային առևտուր է տեղի ունենում։ Դա հենց գտնվում է թաղապետարանի դիմացը։ Մենք տեսնում ենք, որ Երևանով մեկ փողոցային առևտուրը ոնց են մարկանցից գույքը արգրավում են։ Տվյալ դեպքում մասիվի փողոցային առևտուր անող մարկանցից գույքը չեն արգրավում։ Գիտեք խի։ Հստակ իմ հարցը ես եմ տվել, ինձ հարցի տվել, ասել է, դե ինչ արգրավենք, արգրավենք իրան գնալու են, հենց շուկան սարքի, իրանց տաշելով տանելու ենք այդ շուկա։ Դե թող դրանից հետո մեկը փորձի փողոցում առևտուր անի, այսինքն ցանկացած այդ փողոցային առևտուրի համար իրականացնող մարկանց կոռուպցիայի մատերիալ են անում։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, թող բոլորի հավասար լինի, այլ ոչ թե տաշելով չտուգանեն, չարգրավեն, որ հետագայում իրաց տաշելով տանեն շուկա։ Այդ տարածքը կառուցողը ով է, ինչ կապ ունի օրինակ Ավինյանի հետ, քաղաքապետարանի, իշխանության հետ, որովհետեւ նկատմամբ կոռուպցիայի մեջ է դրական վերաբերմունք։ Ես ասեմ։ Ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների տվյալ սեփականատերերը անմիջապես կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ, իրեն մտերիմներն են։ Այդ ամեն ինչը հաստատվում է Տիգրան Ավինյանի անգործությամբ ու մեկ հարց ժողովուրդ ջան, ընդունենք մի պատկերացնենք, պատկերավոր, հա, որ Երևանի քաղաքապետարանը այդ ապօրինությունը չի տեսել, որ ապօրինի շուկա են սարքում 1 տարվա ընթացքում։ Ոնց է լինում, որ Երևանի քաղաքապետարանը կառուցված շուկայի մայթը
գալիս է, չէ՞, ասենք թաղապետա գալի, քաղաքապետն է գալի, չգիտեմ, ծրագիր որ որոշումը օրինակ այս քանդած մայթը պիտի վերականգնենք, որը այդ առողջապատողն է քանդել։ Չի ասում, անգեր ջան, բայ դու ես քանդել, դե դու էլ վերականգնի։ Խի է այդ մայթը կառուցապատում, վերանորոգում երևանցիների գումարներով։ Ակնհայտ, այդտե կա հովանավորչություն, հակառակ դեպքում իմ խոսքերին հակառակ ապացուցելու համար կա մի հիմնավոր պատճառ։ Թող գնան, քանդեն, բայց իրանք ինչը հայտարարում են զրպարտություն, Տիգրան Ավինյանը դատի կտա, բայց իրականում ես ճիշտ եմ ասում։ Ժողովուրդ ջան, մեկ պարզ հարց, մեկ էլ դիտարկում, հարց չէ։ Այդ ամեն ինչը հաստատող, որ Տիգրան Ավինյանը ըստ երևույթի անհնար է առանց իր իմացության դա տեղի։ Ոնց կարելի է պաշտոնական սուտ տեղեկատվություն տրամադրելը, որ մեկ դիմումում ասում են շինթույլտվություն կա, մեկ ուրիշ դիմումում 1 տարի անց, երբ որ արդեն շինությունը կառուցվել է, հայտարարում են շինթույլտվություն չկա։ Դա հենց ձերբակալության հիմքեր է ակնհայտ։ Հաղորդման մեջ այդ մասով տվյալներ տվել։ Այո, ամբողջովին տվել եմ, ես նորից եմ կրկնում։ Ձերքումս 2 ծրայր կա։ Երկու ծրայրում էլ նույն բովանդակությունն է, նույն նախադասությունն է, նույն հանցանքի մասին է։ Մեկ ծրայրի մեջ հաղորդումը, որ ես գրել եմ, Տիգրան Ավինյանի անունն է, հաղորդումը քրեական վարչության նախաձեռնել, նույն բովանդակություն, նույն հաղորդումն է, ամեն ինչ նույնն է, Տիգրան Ավինյանի անունը հանել եմ, քրեական վարույթ նախաձեռնել եմ։ Որոշումներ կայացնողները նայել եք, նույն մարդիկ են։ Տեսա նայենք։ Խնդրի չկա, նայենք։ Ամսաթվերն էլի ճիշտ ասեցիք։ Ես կարամ ձեզի տրամադրեմ ես ասեմ, մոտավոր 1 ամսվա, հեսա։ Էսի 11-10-ին, էսի Գյուլասարյանա, Գյուլասարյան, ընկացքով տարբեր կլինեն։ Նույն մարդիկն են, նույն մարդիկն են, հես են, հարգելի Գյուլասարյան։ Էտեր ես չէի նկատեո, այսքան էսի դեկտեմբերի 9-ին է հարուցվել, քրական գործը հարուցել են դեկտեմբերի 9-ին, որ մերժել են եղել է անցածան նոյեմբերի 10-ին, այսինքն մեկ ամսվա տարբերությամբ, նույն դատախազն է եղել, այսինքն ժողովուրդ ջան, էդ էլ որ ասում եմ մենք բոլորս իրար հետ բացահայտեցինք, այսինքն նույն դատախազը, նույն մարդը, հեսա փաստաթղթով կա, նույն հանցագործությունը, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, քրեական վարույթի նախաձեռնում, այն մյուսով, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, հանածը քրեական վարույթ նախաձեռնումը, տենց ո՞նց է լինում։ Նախաձեռնել թիվ եք նշանակել